Բարևներ ձեզ, այս ընթացքում հետևում եմ տեսնեմ այս մանդատ վերցնենք, չվերցնենք, ինչպես է ընթանալու, ինչպես են իրենց պահում, այսպես կոչված տիտղոսայինները, եւ տեսանք այս ընթացքում միակ գործարքի չգնացած Գագիկ Ծառուկյանի եւ իր ուժի դեմ, ընդ որում հենց ընտրության արդյունքները ճակերտներում հայտարարելու գիշերվանից սկսած հետապնդումներ, որտեղ երբ որ պետք էր ԲՀԿ-ի ձայներ պաշտպանել, երբ որ պետք էր ի պաշտպանություն Գագիկ Ծառուկյանի եւ իր ուժի ինչ-որ ցույցեր կազմակերպել եւ այլն, ոչ մեկ չի մասնակցել ընդդիմադիր ուժերից, մենակ ինչ որ ԲՀԿ-ի կոնտինգենտ, այն էլ ինչպես որ հասկանում եմ, այս վերջին ցույցերի ժամանակ իր սեփականություն համարվող հիմնարկները, որոնց դեմ այս թուրքանշանակը սկսել է ասպատակություններ եւ այլն, եւ աշխատողներն են այնտեղ ցույցեր անում, ոչ բոլոր աշխատողներն են փաստորեն գալիս, նաեւ այսպես լսում եմ, որ իր ուժից ինչ որ այսպես դավաճան էակներ կան, որ իր վրայից են թռնում, փորձում են ինչ որ ուրիշ աճպարարությամբ փակ դռների հետևում ինչ որ տենց գործարքների գնան եւ այլն, այս ամբողջ վակխանալյան եմ տեսնում եւ այս ընթացքում ասում եմ, սենց դիտարկում կատարեմ, չստացվի որ այսպես դուրս գան ասեն, որովհետեւ այսպես անկախ քաղաքացիները եւ այլն մեզ ինչ որ գնահատականներ են տալիս, այ դրա համար մյուս մարդիկ են այսպես մտածում եւ այլն, ոչ, որտեղ որ բացում ես, որ ճակերտավոր քաղաքական գործի ընդդիմադիր վերաբերյալ լրատվականներում նյութը բացում ես, տեսնում ես մեկնաբանություններում մարդիկ իսկապես ուղղակի այսպես զզվում են այդ պարակտված վիճակից ընդդիմության, որ մեկը մյուսի համար, մեկը մյուսի կողքին կանգնած չեն, գոյություն չունեն։ Եվ հենց սրա մասին է խոսում, թե այս նախընտրական քարոզարշավ կոչված վիճակում եւ այս ամբողջ 5 տարիների ընթացքում 2021-ից եւ 2021-ից առաջ եմ խոսել մինչեւ հիմա եւ թիրախավորվում է ամբողջ ընդդիմադիր դաշտի կողմից։ Կարծես ես է իրենց պարակտում, ես եմ որ սենց իրանք պրյամը սենց ուզում են գնան, միաբանվեն, փողոցով դուրս գան ինչ որ բան անեն, ես ու ինպես քաղաքացիներ ինչ որ տես չենք թողնում էլի տենց մի քանի հոգիով իբր թե իրանց ասելով։ Իսկ հիմա մենք տեսնում ենք այսքան ձայն ստացած, այսքան ընդդիմադիր հայացք ունեցող քաղաքացիների շնորհիվ, ովքեր այդ մարդկանց չեն սիրում, իրենց վարքագիծ եւ այլն, լիքը հարցականներ ունեն իրենց անցած ճանապարհի եւ այլնի մասին, բայց այսպես քարոզարշավին էլ մասնակցեցին, ընտրություններին էլ ձայներ տվեցին, բարձվում են աղբա Վարդանյանա դուրս գալի, մարդկանց ինչ որ ոչի լա անվանում, ինչ որ տենց դուս են գալի ուժեղները, դուք մեզ բան մի ասեք, մենք գիտենք այդ մեր որոշումն է, այդ մեր ինտելեկտը այդքան հերիքում է, մենք որոշենք մանդատը վերցնենք թե չվերցնենք, ու ասենք ունենք ոչ լեգիտիմ ընտրությունների գիշերը ունենք իշխանազավթում, որովհետև չի կարելի 10% ձայների հազիվ հաշված վիճակում, ինչ որ անասուն վերցնի միկրոֆոնը, ասի ես եմ հաղթել, ու մնացածի դեմ պատերազմ եմ հայտարարում, այդ մնացածն էլ այդ գիշեր, սրանք չհանեն հացուտակ չգցեն, ասեն, բա, պատերազմ հայտարարել եկեք մենք այս սադրանքին չգնանք։ Ասած Արեգա Հովսեփյանների եւ մնացած բիգուդիաֆենած ուժեղուհիների, որ դրա հաջորդ օրերին անընդհատ ինչ որ էկրաններին են հայտնվում, ոնց էր անունը, մոռացել եմ դրանց անունները, արդեն չեմ կարող հիշեմ, Գուարգումաշյանն, հետո չգիտեմ, այնտեղ էլի տենց կան, որ իբր մեզ սադրում են, մեզ ասում են փողոց դուս եկեք, բայց մենք փողոց դուրս չենք գա, մենք մեզ սադրում են, այսինքն հունիսի 3-ին այդ ամբողջ հանրահավաքը սադրված չէր, եթե ամսի 7-ին դուրս գայինք եւ մեր ձայները պաշտպանենք, բնականաբար դուրս պետք է գալ առաջնորդների առաջնորդությամբ, ինչի համար որ դուք այտենց հավակնել եք մանդատների եւ այլն, եկել եք գնացել եք բակից բակ, մարդկանց խոսել եք 300,000 ադրբեջանցիների մասին, խոսել եք կատարվող այս ամեն ինչի մասին, ձև եք տվել, որ առաջին դուք եք խոսում, դուք եք պրям բացահայտել, մնացած սաղ դեբիլ են, դուք եք եկել եւ այլն, այդ բոլոր մարդիկ ձայները տվել են, դուք էլ ասում եք իրանք սադրում են, մենք որ ասում ենք կներեք էլի, ուր են ձեր առաջնորդները, ինչու հունիսի 7-ին հրապարակը դատարկե ճիշտ այնպես, ինչպես որ դատարկեր նոյեմբերի 9-ին 2020-ի, հետո դա արդեն օրինաչափություն էր դարձել ամեն անգամ աղետալի մեզ համար առիթների դեպքում, երբ որ Ադրբեջանը հերթական հողն էր զավթել, հերթական մեր զինվորների խմբին գերի էր վերցրել, հերթական տարածք էր մտել Հայաստանի Հանրապետության մինչև հիմա այնտեղ հաստատված է, այնտեղ պահակակետեր է դրել, մեզ սպառնում է սա անում, նա անում, ամենակուլմինացիոն պահերին գիշերներին, գալիս էր տիտղոսային ընդդիմություն կոչված անասունների կուտոկը ու առևանգում էր, հայջակ էր անում այդ ամբողջ ցույցը։
ընդհուպ մինչև Արցախի հանձնումը, որի նախորդ գիշերը այսօր այլևս քաղբանտարկել Անդրանիկ Թևանյանը ասաց ժողովուրդ մի մտեք կառավարության շենք, սպասեք ես կարևոր տեխնիկայի եմ այստեղ բերել ու ասենց Հայաստան դաշինքը իր կարևոր տեխնիկան բերելով կարևոր տեխնոլոգիա աշխատացրած կոկոլին պահեց աթոռին, որի մեջ որ կակոնի բույց աղվան, հելնի քուչա մարդկանց անվանի ոչիլը տատմեր հետա որ քեզ աշխարհա բերել հայվանի ծնունդ, Նիկոլին պահող աննասունների կուտոկ եք սաղդ Որովհետև այս իրանց մոտ մենակ գործում է առաջ մորթուս հետո որդուս բոլորին թվում է որ իրանք ամենակարևորն են իրանք են ընդունակ ու բոլորը մեկը մյուսին փուրը տալով տարատեսակ գործարքների են գնում եթիմի հետ այդ եթիմը տարատեսակ էս անասուններին խոստումներ է տալիս փողել է տալիս ու դատարկ տեղ չի դա թուրքերից է գալիս այդ ամեն ինչը տենդերներ է տալիս չի Հայաստան դաշինքից այդպես տենդերներ փողեր են աշխատել այս սաղ ընթացքում հիմա էլ նույնը ու սենց Գագիկ Ծառուկյանը չգնաց այդ գործարքին, այդ գիշեր ինքը չգնաց գործարքի։ Ու սկսեցին բիզնեսների դեմ, իր դեմ, ընտանիքի անդամների դեմ, այսօր իմիջայլոց իր տիկնոջ տարեդարձն է, ես երբեք ոչ մի այսպես Ծառուկյանի հետ ասոցացած ոչ մի բիզնեսում ոչ մի բանում չեմ եղել, տեղը քրիտիկա եմ արել, բայց որ դուք այդ ընթացք, որ այդ մարդու, ինչ ասեմ, 5-րդ տոճկեն ընտանիքի բռնած դեմը կանգնած բոմժավատ եք անելուց եղե, այսօր դուք վախում եք, ասեք շնորհավոր Ջավահիրի տարեդարձի օրը, ու դուք ընդդիմադիր եք, ձեզնից ոմանք մանդատակիր են, հայտնի մանդատակիր քաձեր, երկրորդ կրուկ եք դուք այդ մանդատը աշխատել բառ այսպես շակերտներում օգտագործում, ծերեթելի, անկյունի ֆունկցիաներով եք դուք զբաղված, ու դուք ձեզ պատկերացնում եք ընդդիմադիր հանրության ձայն, դուք իմ ձայնը տենց եք արտահայտում, ու սպասեցի, ուրեմն տեսեք, Ծառուկյանի դեմ սկսվում է այս ամբողջ շղթան, Հայվանների ձենը ծպտունը դուշ չի գալիս, ոչ մի ցույց, ոչ մի բան, ոչ մի ձուկ եւ ոչ մի մուկ, ոչ մի տեղ փողոցում, ոչ մի տեղ ցույց չկա, 100 հատ երկիր ես նայում, ամեն տեսակ ցույցեր կա։ Նույնիսկ Վրաստանում կողքի, որ մի հատ ծագումով ուկրաինացի, բայց Ռուսաստանից եկած աղջիկա ինչ-որ հարսանքավոր վրացի տղա անգլերեն հայհոյելով բոքսել է, քիթը ջարդել է եւ այլն, նույնիսկ այդ առիթով մեր կողքի երկրում ցույցեր է տեղի ունենում։ Ալբանիայում տապի ներքո 300,000 անոց, 350,000 անոց ընդդիմության ղեկավարության առաջնորդությամբ հսկայական ցույցեր Ջարեդ Կուշների նախաձեռնած հսկայական պրոյեկտում, որտեղ շատ կարևոր ռազմավարական նշանակության ծովափնյա տարածք վերցնում է Տրամպի տիտղոսային թայֆեն օլիգարխիկ, որպեսի Ամերիկայով անի կոպիտ ասած, ու մարդիկ դուրս են գալիս, ցույց են անում, իշխանությանը պատին են գամել եւ այլն, հազար տեսակ ցույցեր է տեղի ունենում։ Իսրայելում հարեդիմներն են ցույցեր անում, իրանցիները 41, 42 աստիճան տաքության տակ շարունակում են գիշերային ցույցեր։ Հայաստանում ընդդիմությունը սպասում է։ Ծառուկյանին բռնել են, այդ ամեն ինչը անում են։ Իրենց ուրեմն մանդատի խոստումով կնոպկեքը սխմածը ձենները կտրեմ վեր ընկնեն ու ես նայում եմ այդ ընդդիմադիրներին ուժեղներին ու Հայաստան դաշինքին պատժ կանող ինչ-որ մարդկանց, որոնք նույնիսկ չեն էլ մտածում, որ իշխանազավթված ընտրություններ հավասար են ոչ լեգիտիմ իշխանություն եւ եթե մենք չգիտենք ով որքան ձայները իսկապես ստացել եւ ամբողջ ԿՀ այսպես կոչված վերահաշվարկի դիտարկումները վերահաշվարկի վերաբերյալ հետո ՍԴ-ի որոշումը ամբողջը ապօրինի է Ստացվում է, որ դուք էլ մանդատ վերցնելով ապօրինաբար նստելու եք, այսինքն ու առաջին գումարման ազգային ժողովն է լինելու, որտեղ հայրմեր չի հնչելու, կաթողիկոսի օրինակ չի հնչելու, ու դուք այդ իբր հայրենիք սիրող ընդդիմադիրներ դուք նկատի ունեմ, այդ որ այդ ուրեմն բարերարն է, հերթը մեծ բարերարն է լինում, կամ այդ մեծ նա միայն կպրկի Հայաստանը, բան, էսի, այդպես տոնածառը էդի է, հետո կողքը բաներն են, Ձյունանուշիկը զմեր պապիկը, էդի բաներն են, իրանց ընտանիքի անդամները, ում իրանք անվանում են հրաշք քաղաքական գործիչ, խոսքի Լովկանա, Քոչարյան ու բանը, Նարեկը Կարապետյան, իրանց ալամ ընտանիքը, ալամ հայ ժողովրդի մեջ միակ տաղանդավոր տենում է այդ իրանց գյադեքին, որովհետև իրականում փողի հարցեր բաներ ալնելու մենակ է դրանց են վստահելու։ Իրանք այդպես են դիտարկում, ժամանակակից ֆեոդալները այդպես են դիտարկում քաղաքականությունը 21-րդ դարում։
ու իրանք պատրաստ են արհամարեն 21-րդ դարի բոլոր աքսիոմատիկ կանոնները, որի մեջ մենք ապրում ենք, նույնիսկ աֆրիկյան երկրների ժողովուրդներն ապրում, որտեղ վաղուց այդ բարքերն ու վարքերը այլևս չեն գործում։ Անցնում ենք առաջ։ Հետո այդ երկու դյունանուշիկների շուրջը հավաքվում է ինչ որ են ցուցակի մեռածների կուտոկներ, ովքեր քնում են իրար հետ, հելնում են իրար հետ, իրար քյալլա են ջարդում, տակից իրար տակ են փորում, մեջքից իրար դանակ են խրում։ Երբեմն մեջքը դանակները օգտագործվում է քթերի օպերացիաների, կրծքերի սիլիկոններ լցնելու, անգամ ես գիտեմ, որ հետույքներ են լցոնվել այս ընթացքում։ Այս ամեն ինչի հետ իրանք խիստ զբաղված են այս թայֆայական process-ներով ու այս թայֆի շուրջ արդեն իրենց քուչի հայատ բան է, որ 3000-5000 հոգին, որ սրանց միտինգներին ֆանարիկ վերջում հելում տենց ման են գալի ու ձև են տալի, որ այս ֆանարիկ շոուն յանի ինչ որ բան է նշանակում։ Այդ դրանց եմ ես նայում։ Որտեղ իրանք այդպես ամենաստատուսի, ստատուս գրող ու մեկ էլ բնականաբար այս երկու ձյաձեքի, ասենք ստուդիաներում վերընկնող, դրանցից ոմանք արդեն ցուցակներում են հայտնվել, այն որ ոչ լրագրողական կրթություն ունեն, ոչ քաղաքագիտական կրթություն ունեն, ոչ իրավագիտական կրթություն ունեն, ոչ վերլուծաբանական ճանապարհի եւ կրթություն ունեն, ոչ իվան չեն արել։ Բացի հետույքում բնակվելուց, այս մարդիկ ուրիշ ֆունկցիոնալ չունեն, այդ մարդկանց սաղ սիվին, հետույքի բնակիչ է, պրոֆեսիոնալ։ Անես մի բաներ են գրում, յանի մետ մանդատը վերցնելու են, գնան նստեն, դառնան եսիմինչ, այս սաղ ընթացք, այդ դրանով են լցվում մեր մթնոլորտը, էլի։ Այդ որ քեզնից քո արժանապատվությունից ցածր է, դու առհասարակ նույնիսկ դրա մասին ինչ որ խոսաս, էլի, դա ոչ թեմա էլ չի։ Դու տեսնում ես, որ կա կոնկրետ քաղաքական հալածանքի գործընթաց, դրա շուրջ գնում է կոնկրետ եկեղեցու դեմ արշավի, այն որ արդեն հասնում է էփվում է, մենք գիտենք, որ աշնան է ինքը եկեղեցուն այն բանից է անելու, այս սրանք էլի իրաց ցուցակ, մանդատ, այս ինչ է, այն ինչ է, ինչ որ գանդոնել գրերեք, լավ, այդ բառը, չէ, հենց այդ բառը ռուսերենով։ Եկել է նույնիսկ ու իմ ամբողջ տելեգրամյան լրահոսը Իրանում տեղ ունեցող պատերազմի մասին է, որովհետև դա այսօր աշխարհի ամենակարևոր գեոքաղաքական իրադարձությունն է, որի ցանկացած զարգացում շրջադարձային ճակատագրական է լինելու նախ եւ առաջ հենց Իրանի հետ ժամանակից երկրների համար, էլ չեմ ասում ամբողջ աշխարհի համար։ Եկել ու իմ չաթում գրել էր, Աննա ջան, ձեր կարծիքը կհայտնեք Հայաստան դաշինքի ներսում քաղաքացիական պատերազմի մասին։ Վաու, արա ինչ դուք ես Արա ձեր էգոները ասեղով այս շտտսնես, ուտս մեջից կի օդ դուրս չի գա, դի վագում արա։ Ինչ քաղաքացիական պատերազմ։ Խոսքի մի հատ էգոիստ, փողի մեռած բձա, որ անընդունակ է, այլ պետական այրերի հետ, օլիգարխների հետ, չգիտեմ մյուսների հետ, նստի իր ազգի հարցերը ազգի ներսում լուծի, գնաց է դրսից ինչ որ էշությունները արե, բերը Հայաստանում թավիշ արել, էդի առավոտից իրիկուն գցում է Սերժ ջեբը, դուք այդ անասունությունը խավեց եք անում, ձեր ոտի տակից Արցախ են տանում, Հայաստան են տանում, դուք կարևորը ձեզ լավ եք զգում, որ նստում ասում եք, ես ոչ մի բան չեմ կարա անեմ, էսի որոշված է, էս ոչ մի բան չեմ կարա անեմ, հավատում եք, որ ընտրությունների կարակ գնաք ու անեք ինչ որ բան եւ այլն, այդպես վեր եք ընկնում տեղներդ, ոչ մի բան չեք անում, այս հայվաններն էլ այդ ստատուսներն են գրում, շարլ զռլամա սաղ կապում են ուրիշների վրա, ինչա իրանք բանալն է, գործարքի գնան այս անասունի հետ ու ամեն անգամ հավատամ, որ այդ օղակը չի սեղմվելու, այդ օղակը իրանց չի հասնելու, ջանդամ ընդեղ հող հանձնվեց, ջանդամ ընդեղ մարդիկ զոհվեցին, ջանդամ, ես ինչի պետք է փողոց փակեմ, ինչի պետք է ռիսկի գնամ։ Եվ որ գալիս է, փող թափեմ սենց, ընտրությունների քարոզարշավ կազմակերպեմ, կաստում շլվար հագնեմ, քուչեքը մանգամ, ժողովուրդը գա կողքս նկարվի, այդպես ցույց տամ, որ ես ինչ եմ, այդ ժամանակ ես առաջնորդ եմ, հենց որ պետքա գամ, կանգնեմ, մարդկանց առաջնորդ եմ եւ այլն, այդ վաղտ առաջնորդ չեմ։ Մերլին Մանրոն շատ հայտնի խոսք ունի, ասում է, եթե իմ դժվար ժամանակներին դու իմ կողքը չես կարող գտնվել, իմ լավ ժամանակներում դու իմ ինչին ես պետք, հիմա ժողովուրդը այդ է ձեզ ասում, դուք մեր ինչին եք պետք, դուք անգամ Գագիկ Ծառուկյանի հետ կատարված ժամանակ չեք կարողանում այդ մարդու կողքը լինել, որովհետև դուք անգամ ժերտվա տալով ձեր թիմերի մասնակիցներին, ձեր շարքերից, այս ընթացք ուժեղներից ու այդ Հայաստան դաշինքից, որ այդ Հայաստան բառը պետք է դաշինքի վրից հանվի, պրոստը պրկիչ պետք է դրվի, կռող պրկիչի մոտ աշխատածներին, որ տարեն նստացրել են, վախում է կանոնները տակ, կամ որ ստատուսը գրում այդ մարդիկ իր բանտից դուրս են գալի, կամ կարճվում է գործերը իրանց դեմ։
Ու ձեզ չէր հասնելու, որովհետև ձեզ երեք ասեցին Պուշիստինքի այսեն շոյեցին գլուխները, օքեյ, դուք մանդատ եք ստանում։ Հիմա եթե Նարեկ Կարապետյանին զրկում են անձեռնմխելիությունից պատգամավորական, այն մնացածների չեն զրկելու, այսինքն այս ընթացք, եթե դուք փողոցը գեներացրած լինեիք, պահած լինեիք, աճացրած լինեիք, կգար կհասներ, որ ձեր մանդատ վերցնելու պահին սա հանդգներ Նարեկ Կարապետյանին անձեռնմխելիությունից զրկեր, հա? Պարոն Սամվել Կարապետյան, ձեզ խորհուրդ տվող իզրայելցի քաղտեխնոլոգները ինչ կարծիքի են այս մասին։ Վիդիմը իրանք մեր հայ ժողովրդին ավելի լավ են ճանաչում, քան ինպես տասնյակ, առնվազն ես 10 հոգի գիտեմ, հայ մասնագետները։ Ինչ կարծիք են տալիս։ Ու երկու էպիզոդ ես ընթացքում, որ ես ծիծաղից մեռել եմ։ Գրիգորյան Աննան բանի, կռող պրկիչի խմբակցությունից, որովհետև ինքը ալարմա դաժե կուսակցություն բացի, դաշնակցությանը սարքելա դաշտանի բան, ինչ են ասում, տագդիրա դարձրել, մեջդիրա տագդիրա ինչա, տամպոն, չէ, տամպոնա սարքել, այդ տամպոնը դրած մանա գալիս։ Երկիր օրաթերթը չի ամաչում, այտենց այդ արունոտած տամպոնը օրը մեջ անում ռեկլամա գցում, որովհետև չեն ուզում ընդունեն, որ ԲՀԿ-ից գողացված ձեները կոկոլը պրկիչի հետ համաձայնեցված վերցրելա, սարքելա իրանցից 8 կամ 10 հոգի մաքսիմում մանդատակիր։ Այսինքն ինչ մի հատ կուտոկ է, մի հատ թայֆա է։ Ոսկի մի հատ ծնունդի ժողովուրդ չէ, էլի այդքան հավաքվում Հայաստանում, 10 հոգի։ Դաշնակցությունից սարքել են 10 հոգանոց օգտագործված տամպոնների մի հատ իջո կուտոկ։ Գրիգորյան Աննան լուրջ դեմքով նստել է ու լուրջ դեմքով իրանից հարցազրույց են վերցնում, շատ խնդալու է։ Որտեղ ինքը ասում է, նա Բաքվի պատվերով այս ռեպրեսիաները գործելով մեզ արագացված, չգիտեմ, անձեռնմխելիությունից զրկում է, որ հավաքի տանի։ Աղջիկ ջան, Բաքվի պատվերով եղել է նաև 2021-ի ընտրությունները, ու մեկ էլ 2026-ի ընտրությունները։ Գիտես ինչի չի եղել Բաքվի պատվերով։ Իմպիչմենտի պահանջը։ Իսկ դու քանի որ քո շեֆը Բաքվի պատվերով առաջնորդվում, վախում է դաժե ապրիլի 24-ին, Դաշնակցությունը Ադրբեջանի դրոշ վառի, ու երկիր մեդիան օքեյ է դրա հետ, ու դաշնակցությունը օքեյ է դրա հետ, որովհետև իրանք օգտագործված տամպոններ են։ Այդ ձեր տամպոնների տերը քեզ ինչ է ասում է գնա ստուդիաներ, այդում ես Նարեկա Սերոժա ինչ է, այդ որ տենց օրը մեջ գույն են փոխում, նստում ես այդտեղ իմպիչմենտի մասին հանրային լայն քննարկում չկա։ Դու այդ տավարիցով, դու պատգամավոր ես, դու ես հանրային պահանջ ձևավորողը, պատգամավորը ձևավորում է հանրային պահանջ ինչ-որ հարցի մասին, որի ժողովուրդը, որպեսզի դու հետևես, դու զգոն լինես, հասկանաս, որ այստեղ վտանգ է, այստեղ ռիսկ է եւ այլն, ինքը քեզ պատավատ է տվել, ինքը քեզ պայեստկաների հնարավորություն է տվել, ինքը քեզ հնարավորություն է տվել, 5 տարի մեջ 2 անգամ քիթը տանես տաշես, պրոշներդ լցես, բոտոքսներդ լցես, շորուկոշիկ հանես, հանձնվող հայկական տարածքների դեմը կայնես, բանի պես բունկեր շլուխանի պես նկարվես, հաջորդ օրը հողը հանձնվի, նկարներդ գցես, գազ լցնես այդտեղ նկարների տակ կոմենտներ, յանի դու եսիմ ինչ ես։ Բաքվի պատվերով չի եղել, որ քո շեֆը քեզ գրել է, որ գնա ու հրհրա իմպիչմենտի վրա։ Երեք իմպիչմենտ արած ըլներ, այսօր կլներ 2 օր ու կարող է դու վլաստի չլներ, բայց իմ Հայաստանը այս վիճակում չլներ։ Հայաստանը չդիտարկվեր որպես թրիփ։ Տերետը չփորձեր Սամվել Կարապետյանի հետ միասին մրցույթ ընկած, փորձեն այն բծու պեդոֆիլ անասունի աշկը մտնել ալամ աշխարհը բռնած, յանիմ ես կարամ թրիփին լավ տիրություն անեմ։ Ես ավելի լավ կծառայեմ թրիփում, քան այս անասունը։ Այդ իզրայելցի բան, որտես բերել լցել է Սամվել Կարապետյան, ուզում է հեքիաթը ծախածելնի մի հատ անասունի վրա, ով մինչև ուղնուցուցը ծախված է, մարդը չի ուզում ջոգի սիոնիզմը ինչ է անում, Հայաստանի հայ ժողովրդի ու եկեղեցի դեմ, չի ուզում ընդունի, ինքը ուրիշ մոլորակում է ապրում։ Կարապետյան Նարեկը հելել ասել է, որ ով որ տես չի հասկանում իրանց պես անենց ոնց որ ինքը Յանի Մարիա ժողովրդին։ Մենք փակ ուղեղով մարդիկ ենք, մենք չենք հասկանում, չի ջոգում որ փագը ինքն է, որտեղ սիոնիզմի եւ իուդայիզմի միջև տարբերությունը մարդը չի հասկանում, չի կարդացել։ Բրոդի կարդացած ընտանիք են, բայց այդ գրքերին հələ չեն ասել։ Ու ճուժոին բերում են, ներառյալ отставной какой-то գեներալ, բերում լցում են ժողովրդի ջանը այսպես։ Յանի մեր ժողովուրդը ընդունակ չի ինքը իր հարցերը լուծի, հələ մի հատ էլ մեզ բույստեր է բերելու, էլի մեր ինքնավստահությունը Նարեկ Կարապետյանն է բարձրացնելու, շատ ընկած է մեր ինքնավստահությունը։ No, դուս ընկածարա։
Ասում է Բաքվի բանով առաջնորդվելով մեզ անձեռնմխելիությունից զրկելու է բանտարկի։ Բա ընտրությունները Բաքվի պահանջով չէր, աղջիկ ջան։ Բաքվի, Էրդողանի, Իսրայելի, ով էր պահանջել, որ ընտրություններով գնաք։ Ով է ձեզ ասել, որ դուք անընդհատ ֆանարիկ անեք, ժողովուրդը գա հելնի փողոց, դուք ելնեք ժողովրդի վրա խնդակ, ասեք դաժե եթե 300,000 հոգի հավաքվի, ձեր գառնիկը չի ասա Դանիելյան, 300,000 հոգի հավաքվի, Նիկոլը չի գնալու։ Դելխի հավաքվեն այդ 300,000-ը։ Եթե Արգենտինան էր սաղին առել է, որովհետև ընդեղ էլ սիոնիզմի հետքեր կան, FIFA կոռումպացված է, էլ Իսպանիան խի խաղա вообще։ Թող հավաքեն վեշերը այդան տուն, ասեն Մեսին է եսի ինչ։ Ըստ լիքը հայ ֆանատներ վատանալու են, վատացեք չորտվե մատերի, ոնց որ այդպես Նիկոլին հելը ասում է, որ էսի անասունի բաստակա հայվանը Ղարաբաղը հանձնելու չեք հասկանում, այս թեմայի մեջ էլ դուք չկաք։ Մի օր կիմանաք, անցանք առաջ։ Հիմա ուզում եմ հարցնեմ Գրիգորյան Աննային, աղջիկ ջան, դու նոր ես իմացել, որ այս սաղ ինչ դու անում ես 2021-ին, ինչ արեցիր 2021-ից մինչև 2026 ընտրություններ, ինչ եղավ 2026-ի ընտրությունների գիշերը ու հիմա, որ այդ սաղ Բաքվի կողմից է պատվիրված։ Այսի նոր ես իմացել։ Նոր ես հասկանում, որ եթե Քոչարյանը առանձին, Սամվելը Կարապետյան առանձին, փորձեն ուգադից անեն ինչ-որ տարբեր աշխարհաքաղաքական ուրիշ կենտրոնների, իրանք միևնույնն է, այդ կենտրոնների համար այդքան օգտագործելի չեն, ինչքան այս անասունը։ Ու ըստ այդը մենք ենք դառնում գեոքաղաքական մանրադրամ, գնալով շատ էժանացող գնով։ Ու քանի որ տեսնում են աչքածակությունը ձեր շեֆերի, տեսնում են այդ երկուսի դեբիլությունը, տեսնում են էգոիզմի աստիճանը, տեսնում են իրանց վատ պահվածքը, հասկանում են ինչքան լավ կարող են սրանց օգտագործել։ Ու օգտագործում են։ Ինչպես որ օգտագործել են այն անցյալ դարի հայ մեծահարուստներին, թուրքերը, ամերիկացիները, ֆրանսիացիները եւ այլն, ու եկել մնացածին կոտորել են։ Հիմա այդ նույն իրավիճակում են գտնվում, հիմա ձեր դալբայիբիզմից կոտորվելու է հիմա ժողովուրդը Հայաստանում, ում դուք համոզում եք, որ Յանի մեծ տրիփը դուք ավելի լավ մենեջ կանեք, Ջանդամ Արցախը գնաց, Ջանդամ Սյունիքը կգնա, եսիմինչ։ Այն ժամանակ էլ Բերլին-Բաղդադ երկաթգիծներ կառուցվում ու դրեցին հայերին աշխատացրեցին, հենց կառուցեցին երկաթգիծը, վերջացրեցին, սաղին այնտեղ սպանեցին։ Ստրոյբատ էին ուղարկել հայ տղամարդկանց, ոչ թե որ զենքեր ունենան գնան առաջին համաշխարհայինի առաջնամարտում Օսմանյան կայսրության անունից որպես զինվորներ կռվեն, այլ ոչ, իրանց ձեռքը բահեր էին, շինարարական գործիքներ էին, իրանք չէին հասկանում, որ իրենց կանանց երեխաներին, ծնողներին իրենց գյուղերում, քաղաքներում Արևմտյան Հայաստանի արդեն կոտորում են, արդեն արտաքսում են, արդեն վերաբնակեցնում են։ Ժամանակ հեռախոսը չկար, որ զանգեն իմանային ինչա կատարվում։ Աշխատանքը վերջացրեցին, այդ երկաթգծերի ամբողջ երկայնքով մեկ հայ աշխատողներին տղամարդկանց այնտեղ ոչնչացրել, գնդակ կհարել, սվինահարել, այդպես ոչնչացրել։ Այսինքն այս տրիպն է կկառուցեն, հայերին կսպարեն, նույն սիոնիզմի պրոյեկտն է եղել։ Հիմա նորից նույն ձևի կրկնվում է, որովհետև տենում են նույն դալբայովն է մնացել այս ազգը ինչքան կոտորում ես բանջի սովորում, ինչի սցենարը փոխենք, նույն ձևի կգան, կմորթենք, նույնը կանեն։ Դու մի խոսա Բաքուն ինչ է նախատեսել, որտեվ դու Բաքուի նախատեսածի մեջ ես մտնում, ջոգում ես, դու ոչ մի չես արել այնց, որը դեմ է գնում Բաքուի դրած ծրագրին։ Անտուք մինչև շեֆիդ աշխատացրած Ծերեթելի անկյունի կատեգորիայի կնանիկ, պարվա այն բաներից, Մոսկվայում վերընկած, որ ձեր լովկարա քշում Վիկայի միջոցով, Սողոմոնյան Վիկան, որին պես մարդկանց անուններ կպցնեն։ Էդ էլ է Բաքվի պլանների մեջ մտնում, որ հանկարծ ինպես մարդիկ հայրենասեր եւ այլն, հանկարծ դաշտում առաջ չգան։ Որ քո նման աննասունի վաստակները գան, Ագնեսի պես աննասունի վաստակները գան, որ դուք մանդատացավով տառապեք, որ դուք ձեր մանդատացավը ներկայացնեք որպես կարևոր գերկարևոր ներքաղաքական խնդիր, պրյամը տենց դրա լուծումից է կախված հայ ազգի ճակատագիրը։ Ոչ թե ելնենք այս աննասունին հավաքենք, տանենք, գցենք այնյան, մի հատ բանտի ծակը կոխենք ու փորձենք հասկանալ ինչ է կատարվում։ Սերժե չեք ուզում միաբանվել, բայց իրեք անասուններով որ հավաքվել եք, իրեք անասուն ուժերով, ով որ Թուրքի զակած տված ընտրություններին մասնակցում է, դուք անասուն եք, մի նեղացեք, ԲՀԿ-ն էլ հետը միասին, ես միշտ քննադատել եմ։ Ես չունեմ սեր ինչ-որ քաղաքական գործիչների ուժերի հանդեպ չունեմ, ես ուզում եմ արդյունավետության ձեր ցենզի հիման վրա ձեր գնահատականը տամ, ձեր արդյունավետության ցենզը կարա բարձրանա, եթե դուք միաբանված, ոչ մեկ այդ գործարքի չգնալով, ժողովրդին ոտքի հանելով, պրեսինգ եք անում, այս անասունին
ու տենց ուղարկում եք բանտ, ու հետո նոր խոսում եք ձեր ինչ-որ մանդատներ վերցնել չվերցնելու մասին։ Իսկ սենց ինքը թուրքի պլանավորմամբ, այս ինքը չի անում, թուրքը պլանավորած, Ծառուկյանի գլուխը կերավ, ասնում է Նարեկին Կարապետյան, դրանից հետո ասնելու է Քոչարյաններին, Քոչարյանները դա ծառխեն մի ինգեք էլի, դա առել եք այս ձեները, Նիկոլը օգնելա ձեզ, քաշել ակաժներից այդ Վերևեսյանեյան, ձեզ էլ է ուտելու այդ նույն թուրքը։ Ում համար դուք 2018-ին թավիշ եք արել հրապարակում, տնով տեղով ամբողջ ցեղով, որտե փողի մեռած գեղցի չտես էգոիստ աննասուններ եք։ Քեզնից է սկսե Սերժ մերժելը, աբիժնիկ ինչ-որ այդպես պատրաստկովի պիրուդից մնացած եզություն։ Որտեվ Սերժը չլներ դու չէիր լնելու, դուք չէիք լնելու, դուք այդպեսին չէիք դառնալու։ Ու մենակով դուք ոչ մի բան եք, ու ոչ մեկի պետք չեք, առաջ մորթուս, հետո որդուս, ամեն առավոտ արթնանում ես, այս նույն սերիալն է գնում, սերիալը, առաջ մորթուս, հետո այն մեկին է բռնին, ուրա ծափարություններ ուրախանում ենք, ես այս սրան կբռնեմ, վա, ես օրը իմ հետևից են եկել, բա, հլը տեսեք, ես էլ իմ վրա է ուրախանում, այդ նույն ուրախացողին այն մյուս օրն են գալի տանում։ Զատո պապաների ջեբերում վերընկած մամլո միջոցների պռոշուրացրած անասուն ժուրնաշլուխները սիրում են դուրս գալ ասին գիտեք մենք որքան քաղբանտարկյալներ են մեր ուժը տվեր ու մյուսը այդ շատ խնդալուն Գոհարը Մելոյան այսօր խոսում է Գոհարը Մելոյան ես հարգում եմ ի տարբերություն մնացած այդ կուտոկների հրաշալի գիտելիքների տեր եւ այլ ես ուզում եմ հասկանալ այդ որ դուք կանգնում եք սիրուն ԿՀ-ի առաջ ՍԴ-ի առաջ այսօր դատարանի առաջ պատմում եք ինչպեսի սահմանադրազանցության մեծ այսպես ուղակի կրիշենդո է խփում Նիկոլը այդ դեմքով որ պատմում եք այդ զարմացած էլի ես ուզում երեք նոր եք իմացել որ սենց ալնելու դուք որ այդ մարդկանց դոստուպ ունեք չեք կարող ասեք ձեզ փողոց անի չգիտեմ ինչ ես անում ոնց ես անում բայց փողոցը անի մենակ ես դատարանի առաջ կանգնելը հոդվածներ ցիտել է սիտուացիան չի փոխում դու ինչքան հետո գործարքի գնաս ինչքան զադնի դնաս 2, 3, 4 անգամ այդքան ինքը ավել գալու է մտնի քո տերիտորիա Այդ թուրքն է անում ու իրանց բռնել էր այդ նույն Ռուբեն Վարդանյանի վրա տրուկը խաղաց տվեց հետո եկավ ժողովրդին տարհանեց Դուք պետք է հիմա անենց ադպորտ տակ որ մենք չնստենք սպասենք բայց սեպտեմբերին տնաս չկլինի մի հատ ենք սպասենք սեպտեմբերին սպասենք առաջին չգիտեմ սեսիային ազգային ժողովի սպասենք այս ինչին եք սպասում արա Շատ նման եք են հայտնի առակին որ Աստված խեղդվողին քանի նավ է ուղարկում, չէ, այս նավը ինձ պետք չի, Աստված խոստացել է, որ անձամբ երբ իրան աղոթում ես, ինքը անձամբ գալի քեզ բրկում է, իմիննոյ քեզ։ Ու որ մեռնում է գնում է դրախտ, ասում Աստված ջան, այսքան աղոթեցի, չի կար, ասում այդքան նավ ուղարկեցի քեզ։ Այդ իմպիչմենտի process-ը ՀՀԿ-ի պոտենցիալը ձեզ այդ նավն է։ Դուք անենց հպարտությամբ եք Սերժ մերժում Այնպիսի պատրաստկովի, էգոցենտրիկ, նարցիսիստ, ինչ-որ սենց ոչ պրոֆեսիոնալ մոտեցման, ոնց ես նազլո են, ինչ-որ սենց ապուշությունն է, հանուն հայրենիքի միասին գործելու փոխարեն, դրանք նազլո մեկը մյուսից իրար փրթիկ անեք, երկիրն է փրթիկ լնում, արա։ Ինչ եք ինձ այդ հոդվածները պատմում, ինչ ես ինձ պատմում, Նիկոլը այս հոդվածը խախտեց, սահմանադրությունը այսպես էր պահանջում, բայց ակնհայտ է դատարանի զանգել, ասել է չէ, այս հոդվածը այս ձևով մեկնաբանի, այս ձևով չգիտեմ այս արա, այն ձևով են արա, սխալ մեկնաբանություն տուր, օրինազանցություն է, եսի միջազանցություն է, սիրուն տերմինոլոգիաները օգտագործում եք, բայց երեխեք այդ ձեր տերմինոլոգիան հիմա մեզ փրկելու է, դուք ձեր շեֆերի կույր էգոցենտրիզմը ուղեկցված կատարյալ տգիտությամբ 21-րդ դարի քաղաքական գեոքաղաքական process-ների չեք տենում որ տգլոր են չեք կարա դեմքներին ասեք ձյաց շոր հագի էլի հորս արև Մեսա թզի սեզոնն աստ է լիքը տերևները թզի ծառից տերև ուղարկեմ տակ որ այսպես տածկի ամոթա Ակնհայտ է չէ որ դուք ձեներդ կտրել եք կարող է Ծառուկյանին տանի հանգստանա մեզ բան չկպնի հետո տենում եք ձեզ է հասնում հետո այն մեկին է հասնելու ու ես չէ ես ոչ մի սփոփանք չեմ գտնում քաղբանտարկյալների թիվ հաշվելու մեջ ու կստացի այդ թիվը արդեն վաղուց հայտնի չի որովհետև դրա ինտենսիվությունը աճի այդ թվի աճի ինտենսիվությունը այնպիսին է որ ըստ դրա ես դիտարկում եմ
Ինչպիսի ինտենսիվությամբ է թուրքը պատրաստվում գա այդ 300,000 ադրբեջանցիները, որովհետև դա միֆ չի, դա լինելու է։ Ու Մելոյան ջան, դու այսօր ասում ես, մենք ի տարբերություն այլ ուժերի, մեր նախընտրական խոստումները ինչպես որ տվել են, երբ որ գնում ենք մարզեր, մեր հայրենակիցներին փորձում ենք ցույց տալ, որ մենք մնում ենք հավատարիմ մեր խոստումներին, դա իրականացնում ենք։ Իսկ կարաս ասես, ոնց ես իրականացնում, եթե անգամ բանալն հունիսի 7-ին դուք մարդ չեք առաջնորդել փողոց եւ ձեր մարդիկ միջև հիմա ես վստահ եմ դուրս է գալիս ստուդիաներից խոսում եք, ասում եք բանը, մեզ սադրում են փողոց դուրս գալ։ Դու ինչ տանձից առաջնորդ ես, եթե դու չես հասկանում, որ այո, եթե դու փողոց կազմակերպես, անպայման փորձելու են սադրեն, փորձելու են մանիպուլացնեն, փորձելու են տարատեսակ գործարքների գնան քո շարքերում գտնվողների մեջ եւ այլն։ Դու այդ սաղ պետքա գծած պլանավորած ծրագրած լինես, չէ՞, այսինքն դու վաղ մյուս օր գաս իշխանության դառնաս առաջնորդ, այդ պատերազմը չես սկսելու։ Կարող է դու չես ուզում պատերազմը, շուտ ասում դու ես պատերազմ սկսողը։ Թշնամի սկսելու է, դու լինելու ես գերագույն գլխավոր հրամանատար զորքերի։ Բա որ դու ես ամեն ինչի դալնի վիդնեսի չունես։ Խիս հերել քուչա, ինչից ես խոսում իմ հետ դու։ Դու այդ ինչ նախընտրական խոստում ես արել, որ մի հատ էլ ի տարբերություն մյուս ուժերի էլ յանում գնացել ես մարդկանց խոսք ես տվել։ Ու հիմա դու հավատարիմ ես մնում քո խոստումներին, ինչ ես խոսք տվել, որ ոչ լեգիտիմ անասունի հետ գնալու ես ոչ լեգիտիմ մանդատով, նստես ոչ լեգիտիմ պարլամենտում։ Ու ասես Նիկոլը չունի սահմանադրական մեծամասնություն, Թուրքի ուզածը չեղավ, так что ես ինչ որ լավ բան անում եմ։ Ու ինչ լավ է ես մանդատ ունեմ, որովհետև իմ անձեռմխելիությունը մանդատը ապահովում է։ Այսինքն այն որ սաղ այդ ընտրությունների փաթեթը Թուրքի, ամերիկացու, Իսրայելի Դաբրոևա եղել, դա չեք տեսել։ Չենք ընդունում դա։ Դա աննանա, տենց ասում է։ Այդ ինչ կապ ունի, ուղղակի կապ ունի։ Ես գիտեմ, որ իմ այդ ասելը ձեր մանդատի գործին խփում է, ձեր հացին վայս ալնում, բայց հայ ժողովրդի հացին օբշի շատ լավ բան է խոստանում այդպիսի մոտեցումը։ Հիմա լույսը չի լինի, որ դուք մանդատ չունենաք, ազգը նորմալ իր երկիրը, իր արդար հացը, իր արդար աշխատանքը ունենա։ Այսինքն այս երկուսից որին եմ ես ավելի հակված պաշտպանելու, որի շահն է իմ համար առաջնային։ Ու ով է պարտավոր այս կոնֆիգուրացիայում իր շահերը, իր քաղաքական թիմի գործունեության շահերը համապատասխանեցնի ժողովրդի շահերին, ժողովուրդը պետք է ձեզ համապատասխանի, թե դուք պետք է համապատասխանեք ժողովրդի։ Հիմա ձեր պահվածքի մեջ բոլորի առանձին վերցրած իրար միս ուտելով, բայց սաղ ոչ լեգիտիմ վիճակով։ Ձեր բոլորի վերաբերմունքը վարքագիծը հանրության հանդեպ է, որ ախպեր էս ենք ու դուք պետք է մեր հետ հարմարվեք։ Ինչ ուզենք, ձեզ պետք է սխստենք ձեր վրա, ոնց ասենք կտենց է։ Այ ոչիլներ։ Ու այդ ձևով ազգի հետ խոսացողը ինքը գրողել չի, ինքը գրողը ջահաննամ է։ Ինքը անասուն է, որին չի կարելի մանդատ տալ։ Այդ անասունը պետք է պատժվի իր այդ մենտալիտետի համար։ 1000 քամակ մտածելած անասունից բերես սարքել է գեսիմիջ դրա համար երկիրը վժոպ է, դրա համար երկիրը զվիճակում է։ Ու այսօր էլ ես ստենում եմ երեք Աննա Գրիգորյանի Սուքուշիվաններ, այսօր Գոհար Մելոյան, ի՞նչն եք պատմում, ինչ ես ինձ ինչ ես պատմում դու ինձ պատմելու ունես вообще։ Քո արածով դրածով երբ վանից հայերենի մեջ կա քաղաքական գործիչ արտահայտությունը, չի ասում քաղաքական ասիչ, ասում է քաղաքական գործիչ։ Ես դիպլոմով անցած ճանապարհով վերլուծաբան եմ, ես վերլուծում եմ։ Դու քաղաքական գործիչ ես, քեզ ժողովուրդը մանդատ է տվել, որ դու գործես, ոչ թե ասես։ Ասելը գործ չի։ Այսօրվա դրությամբ, որ մեր պետությունն է հայտնված, ասելը դա վերջին Գանդոնի վարքագիծն է։ Լրագրողներից առաջ ընկած, դուրս է գալիս, պատմում եք, ում զակազով է Նիկոլը ձեր հետևից եկել։ Նույնի զակազով, ում զակազով դուք հետը գնացել եք ընտրությունների։ В чем вопрос, աղջիկ ջան, դու ինչ ես հեծանիվ ես բացահայտել։ Թայֆիտ քամագում տակ ընկած, ժողովուրդը գնալով թեկուզ այս շոքին, սարցի մեջ է ապրում, ինչ վերաբերում է իր անվտանգությանը։ Այսինքն պրիմոյ թիրախում նստած է, պրոստը չգիտեք որ օրն է ուդարը գալու։ Դու որպես պատգամավոր գտնում ես, որ այս պահին ճիշտը պապայի ջեբի ստուդիայում վերընկնել է, այս շշ դուս տալն է։ Բաներ, որ քեզնից առաջ լիքը մարդիկ իմացել են, պատմել են, ասել են, բայց մանդատը ցավով ու ցուցակացավով չեն տառապում, որովհետև не до этого, եւ որ թուրքը գա այս ամեն ինչը խառնի իրար, ոչ մի ցուցակ ու մանդատ քեզ չի փրկելու։
Այդ հետույքն է, որտեղ դու բնակվում ես հիմա, յաթաղանով պատրվելու է Արուն օտվի, ունեցած չունեցածը ունեց պետք է վերցվի։ Ինչներիդ վրա եք սենց արխային։ Ինչ եք դու քաղաքական ասիչ և ոչ թե գործիչ։ Ձեր մանդատ ունենալ չունենալ է, իմ համար ինչ տարբերություն է ստեղծում այս պահին։ Եթե քեզ միևնույնն է զրկելու է տանի ու նստեցնի, ինչ-որ դալբայոբների բերի նստեցնի ազգային ժողովում, ում հերթով առնի, ու ասեմ իր սահմանադրական մեծամասնություն ունենալ, իր համար вообще թեմա չի։ Вообще այդ խոսույթը Բայրամովը ասաց, այն մեկը ասաց։ Քանի որ ես մերձավոր արևելք հետևող մարդ եմ, հատկապես Իսրայել, ու քանի որ Ադրբեջանում Իսրայելը հատկապես գործում է ձեր դեմ, իսկ դուք չեք հասկանում։ Սաղ ընդդիմադիրներով չեք հասկանում։ Расплачивается за это народ։ Ես քեզ ասեմ, որ սենց խոսույթը սովորաբար այդ ինչ որ պրամիժուտիչնի թվացյալ խաղաղության պերիոդում իբրև թե բանակցության պատրաստ ինչ որ մեկի վերաբերյալ իմիջ ստեղծելուն է ուղղված, քանի ինքը զինվում է եւ հանկարծակի գիշերով եւ շատ արագ պարզապես հարձակում է գործելու, ինչպես արեց Արցախի դեմ, ինչ որ 5 շրջան եք խոսում, հետո 7 շրջան եք խոսում, չէ, մարդը ասաց սաղ եմ վերցնում, մարդը չէ, անասունի ծնունդը, սաղ։ Ու դու 2 օր ունես տեղից գնալուց առաջ էլ բենզակայան եմ այսենց բերելու, լցնեմ սաղիդ վառեմ չկարողանա կաճունները գտնել ու թաղել։ Այդ կարող է Ալիևն էր իր ուղեղը այդքան կտրում։ Նետանյահուն է, չէ՞ արա, Նետանյահուն, Մեսսիի ամենամեծ ֆանատը։ Մեսսիի ամբողջ թիկնազորի անվտանգության աշխատողների պահակախմբի Մոսադի անձնակազմից ապահովողը, որը պետք է գնար պատը պաչեր, պետք է Արցախի պատերազմից 1 տարի անց գնար Բաքու Ալիևի շնորհավորեր։ Ու դուք ձապտակ, այդ գանդոնների խաղին, որ MMS չի տարբերվում, որտեղ ձեր մոտ հայրենասիրությունը բայցերով է։ Ես հայրենասեր եմ, բայց ես ուզում եմ Թուրքի հետ ապրեմ, բայց թող Նիկոլը սաղին բռնի, բայց թող ես մանդատ ունենամ ջանդան թե մեկի ինչ ա լինում, բայց դե ոչինչ որ տու պոյա տղեն, զատո եթե ես շեֆի տղու հետ լավ ելնեմ, ես իմ կյանքը կապահովեմ, բայց դե տեսակ 5 տարի կարացանք սաղին խափենք։ Կարևոր չի, որ երբ որ խոստանում ենք, ասում ենք, որ պետք է հայրենիքը ազատենք Էսյանեյան, ինչ որ մարդիկ էլ հելնում ասում են ֆանարիկ, էդի կապ չունի, կարևորը ես շատ լավ իմ տեղը ապահովեցի, բայց հայրենասիրությունը բայց չունի։ Այն տեսակ հայրենասիրությունն է այս դարում հաղթում, ինչպես որ ցույց է տալիս հարևան Իրանի օրինակը, որը չունի բայցեր, ունի սկզբունքներ։ Քրիստոնեական հավատքի վրա ստեղծված, հավատքի հիմքերով ստեղծված սկզբունք ունեցող ժողովուրդը, որ իր հոգևոր եւ քաղաքական եւ ռազմական այրերի չգիտեմ քանի սերունդներ հսկայական ժառանգություն են թողել։ Այդ ամբողջ ժառանգությունը գործի վերածելու փոխարեն նստել եմ ինչ որ անասուն, փողի մեռած, 2 լոմկված, էգոիստ, 60-ից ինչ որ տղամարդկանց կոմպլեքսների վերլուծությամբ եմ վերաբերվում, ում սաղ ալամ համահայկական մտածելակերպում տեղ չկա բացի իրանց ընտանիքի 2 տուպոյ գյադեքից, ինչ որ նորմալ քաղաքական նորմալ կոնտինգենտ բերի, ով որ պատրաստ փողոցով պայքար կազմակերպես անասունության հարցը լույսի պրծնի։ Ու մնացած սաղդ հայրենասերեք, բայց դե իմ աղբեր, դե որ սրանք են, դե որ ես էլ սեն, դե պետք չի ուրեմն իմպիչմենտ, ուրեմն գնամ Թուրքի զակազով ընտրությունների, բա Թուրքի զակազով ընտրության ես գնացը, դու ինչ էր սպասում, որ այս պահի դրությամբ դու գնալու ես ստուդիա ուրիշ բանից խոսած Գրիգորյանաննա, չէ, ես քեզ ասեմ, որտեվ իմպիչմենտի վերսիայով դու չեր դառնալու պատգամավոր, դու էդի գիդեր, չէ, ԿՊ-ին ծառայեց քած։ Ոս քածին ծափարող Յանի մնդիմադիր հայրենակիցներ էլ, մենք հայրենասեր ենք, բայց դե իմ աղջիկա խոսում է, էլի, բայց դե աղջիկա խոսումը վաղն է Հայաստանը կհանձնվի։ Ստավվարի մտածելակերպը որ դուք ունեք, այն պայճառը հետևանքային կապի բոլոր տրամաբանական տարբերանիշերը մենք դիտավորյալ, ցելա, по жизни ցելա դրած, ես պայճառը հետևանքային կապի միջև գտնվող բոլոր տրամաբանական հանգույցները արհամարելու եմ։ Я художник, я так вижу, ես սենց եմ տենում։ Ու բոլորի մոտ արմանք զարմանք։ Ասում եմ մեր նախընտրական խոստումները տվել են, կատարում ենք։ Ի՞նչն ես կատարում։ Այդ 300,000 ադրբեջանցին չեն գալու, կամ որ Նարեկին տանում են նստեցնեն, քեզ չեն նստեցնելու, այդքան օրենք խախտելով։ Կարամ ջոգեմ, հիմա խի փողոց չեք կազմակերպում, ինչի միաբանված չեք դուք ընդդիմությամբ։ Ինչ եք Ծառուկյան Գագիկին փուրը տալի կայֆավատանում ներսից։
Ինչի երբ որ ԲՀԿ-ին տրված ձայները գողացավ Գրիգորյան Աննայի պես կամ Ագնեսի պես քաձերի 10 հոկանոց կուտոկը, ուժեղ Հայաստանը ձեն չի հանում, իրափայ գործարքն է անում այդ եթիմի հետ։ Ձեր մեջ մանեք եք, այդ ինտերվյուները եւ բաները դատարանների շենքերի առաջ որ տալիս եք, չէ՞, ասեք տենում եք, չէ՞, ժողովուրդը ռեակցիա չունի դրան։ Որտեւ դուք ժողովրդի համար վիզ չեք դրել։ Դուք դաժե այս ձեր վիճակում ժողովրդի վրա մունաթի բան ունեք, էլի այտենց։ Attitude ասած, էլի, այս non-stop attitude։ Որը թշնամին է օգտագործում։ Այս ամեն ինչը ես չեմ ասում չարախնդալով, ես չեմ ասում ուրախանալով, բայց ես չեմ կարա նաև չասեմ այս ամեն ինչը, որովհետև դուք ընտրել եք հարմար լռության, կամֆորտի գոտին, որտեղ ձեր համար օքա, որ հուլիսին օգոստոսին ցույցեր չեն ելնում։ Հուլիսին օգոստոսին թուրքը ձեզ անձեռմխելիությունից խլում է, զրկում է, ընտրությունները գողանում է, ծառուկյան տանում նստեցնում է, ընկերությունները փակում է, գալիս է ձեր ընկերությունների հետևից, ձեր գործընկերներին, որ նաև ձեր մոտ ընկերներն են, սաղին տանում փակում է, սաղին անպատվում է, ընկնում է ընտանիքների հետևից։ Իր համար այդ շոկը, այդ բանը вообще հարց չի, ինքը տրիգերի չի սպասում։ Ինքը տենում է, որ ինքը այնքան է ձեզ արել, որ դուք արդեն տրիգերի չեք զգում, այսի արդեն տրիգեր չի ձեր համար այս կզած վիճակը, հետույքա բնակչությունը, արդեն դարել է ձեր նորմալ բնական միջավայրը։ Ու ինքը այդ սանդղակը օգտագործելու է, որ տնը, որ արդեն հերթական ապրիլի 24-ը, то есть էլիտային կարագա պրոստը Ռեզիցյանի հրապարակի մեջտեղ, ժողովրդին էլ տանի են բանից անի։ Ու վсё։ Ու առաջին անգամը չի, բայց հաստատ կլինի վերջին անգամ, որտեղ սրանից այնքան էլ չի մնալու Հայաստան։ Հաջողություն։